Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ես մի հարց ունեմ, պարոն Սիմոնյան, որը թեմայից փոքր-ինչ շեղվելու է, բայց կխնդրեմ ձեզ մաքսիմալ ինֆորմացիա տակ ինչին որ տիրապետում եք։ Նախ ամիսներ առաջ Հայաստանի Հանրապետությունում sense մի հատ ինֆորմացիոն ալիք տարածվեց մեր բեռնափոխադրողների հետ կապված են 90-օրյա ժամկետի խնդրի հետ կապված Ռուսաստանի Դաշնությունում, որ մեր բեռնափոխադրողները, վարորդները բողոքում էին եւ նշում էին, որ տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով այդ 90 օրվա ժամկետը չի բավականացնում այդ process-ը ամբողջությամբ ավարտելու համար եւ մեր հանձնաժողովը այդ ընթացքում նաեւ բավական դիմումներ ստացավ վարորդներից եւ բեռնափոխադրողական ընկերություններից մենք իհարկե կառավարության տարբեր գործընկերների հետ խոսել եմ ես այս հարցի շուրջ եւ ինձ մի քանի տեղից հավաստիացրել են, որ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերները որոշել են ընդառաջել եւ 90 օրը դարձնել կրկնակի կամ կրկնակից պակաս, այսինքն 180 օր կամ 180 օրից պակաս եւ մտել են մի աշխատանքային փուլ, որտեղ որ քննարկվում է տեխնիկական արդեն հարցերը, ըստ էության քաղաքական մակարդակում պայմանավորվածություն է ձեռք բերվել կամ ձեռք բերվելու բանակցությունները ընթացքի մեջ են, ուզում եմ այս հարցով խնդրում եմ ձեզ ինֆորմացիա տրամադրել, որովհետեւ շատ կարեւոր է, որ նաեւ մեր վարորդները բեռնափոխադրող ընկերությունները տեղեկանան թե ինչ վիճակում է այս հարցը եւ մենք ինչ ակնկալիքներ ունենք հարցը ինչ փուլում է լուծվում է չի լուծվում խնդրում եմ նշեք Շնորհակալություն նախ այդ փոփոխությունները երբ որ տեղի ունեցան եւ 90 օրը ժամկետը արդեն վարորդները սկսին հատել, հա, եւ այդ խնդիրները առաջացան ԵԱՏՄ հարթակում գրեթե բոլոր անդամ երկրների կողմից բացառությամբ Ռուսաստանի Դաշնության, որտեղ իր կողմից էր ընդունված այդ օրենսդրական փաթեթը, այդ խնդիրը բարձրաձայնվեց եւ մի քանի փուլ քննարկումներից հետո մեր ռուս գործընկերները հայտնեցին, որ համապատասխան իրավական գործընթաց են սկսել այդ մասով, որպեսզի վարորդների նկատմամբ վարորդների համար այլ միգրացիոն ռեժիմ սահմանեն, այո, այլ միգրացիոն ռեժիմ գործի եւ համապատասխան առաջարկություններով մեր գործընկեր նախարարությունը նույնպես հանդես է եկել, այսինքն ՌԴ տրանսպորտի նախարարությունը, ներքին գործերի նախարարությանը, թե նույնպես առաջարկներ են ներկայացվել ըստ մեզ փոխանցված տեղեկատվության եւ գործընթացը գնում է այս պահին որևէ իրավական ակտ, որը արդեն ընդունված է, մեզ դրա մասին հայտնի չէ, բայց մեր գործընկերները հայտնում են, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում եւ սրանից ավել ցավոք սրտի հայտնել ոչինչ չեմ կարող։ Շնորհակալություն։ Շատ լավ, պարոն Սիմոնյան, եւ ես ուզում եմ ձեր խոսքից ես փաստորեն կարող եմ արձանագրել, որ այս խնդիրը ունեցել ոչ միայն Հայաստանի Հանրապետության գործունեություն ծավալող վարորդները հանրապետությունում, այլ նաև մյուս երկրներում, ԵԱՏՄ անդամ երկրներում, բայց կներեք բացի նաև Բելարուսից, որտեղ իրանց միութենական պետության պայմանագրերը այլ են, բայց նաև հերթական անգամ մամուլում այս հարցը դարձել էր հայ-ռուսական հարաբերություններին վերաբերվող մի հատ հարց, որը գոյություն չուներ, այդպիսի օրակարգ չկար եւ փորձում էր մանիպուլացնել մի քիչ էլ շատ էին այս թեմայով փորձում բորբոքել, նաև չեղած բաներ ներկայացնել, բայց սրա մասին չի խնդիրը։ Ինչի է այս հարցը չափազանց կարևոր հիմա, որովհետև մենք բոլորս գիտենք, որ նաև մենք որպես երկիր ապաշրջափակման ճանապարհին ենք այժմ եւ նաև այն բեռները, որ պետքա նախատեսվում է Ադրբեջանի հետ իրականացնել ապրանքաշրջանառություն, այստեղ եւս նաև Ռուսաստանի ներգրավվածությամբ մասնաբաժին կա եւ սա նույնպես կարող է եւս շատ ավելի մեծ կարեւորություն հաղորդել այս գործընթացին նաև ապաշրջափակման մասով, որովհետեւ եթե այն ժամանակ բեռներ չէր գալիս Ադրբեջանից,
Ռուսաստանի տարածքով, ապա հիմա գալու է բեռներ Ադրբեջանից եւ չափազանց կարեւոր է որ նաեւ մենք ինֆորմացնենք այս մասով էկոնոմիկայի նախարարությունից մենք տեղեկացել էինք որ գործընթացը բավականին լայն քննարկվում է, ակտիվ քննարկվում է եւ ես կարծում եմ որ համենայն դեպս նաեւ մինչեւ այս տարվա վերջ պետք է ինչ-որ առումով նորություն լինի, շնորհակալություն ինֆորմացիա համար, եթե հավելում ունեք, եթե չէ այլ հարցեր հարգելի գործընկերներ շատ լավ այս հարցի համար հարգելի գործընկերներ քվեարկության է դրվում նախագծին դրական եզրակացություն ներկայացնելու եւ առաջարկելու ազգային ժողովի խորհրդին օրենքի նախագիծն ազգային ժողովի առաջկա հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու մասին հարցը ովքեր են կողմ դեմ ձեռնպահ չկա որոշումն ընդունված է այս հարցում մենք հարակից զեկուցող ես առաջարկում եմ որպեսզի պարոն Մեղրյան որպես առաջին փորձ կուզենաք ես կարծում եմ որ պարոն Մեղրյանին մենք նման առաջարկությամբ կդիմենք երկրորդ, երրորդ եւ դրանից հետո հանձնաժողովի հետ կապված ես առաջարկում եմ պարոն Սանդիկովին ընտրենք հա պարոն Սանդիկովին ընտրենք որպես հարակից զեկուցող եթե դեմ չեք հարգելի գործընկերներ շատ լավ Հիմա ասենք օրակարգի երկրորդ հարցին ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցումից առաջ նախնական քննարկման եւ եզրակացություն ներկայացնելու մասին հարցը Այս հարցով հիմնական զեկուցող է հանդեսանում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Զեկույցը ներկայացնելու համար խնդրում եմ համեցեք պարոն Սիմոնյան։ Շնորհակալություն, հարգարժան պարոն Հակոբյան, հարգելի պատգամավորներ, տիկնայք եւ պարոնայք, հիշեցնեմ, որ այս հարցով փորձում ենք կարգավորել Հայաստանի Հանրապետությունում ԵԱՏՄ անդամ երկրներում գրանցված տրանսպորտային միջոցներում կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու հարցը։ Կաբոտաժային փոխադրումները դրանք այն փոխադրումներն են, որոնք այլ անդամ երկրներում գրանցված տրանսպորտային միջոցներով իրականացվում են այս դեպքում Հայաստանի Հանրապետության ներսում A-կետից B-կետ, այսինքն ներքին փոխադրումը իրականացվում, միջպետական փոխադրումը իրականացնելուց ավարտելուց հետո եւ սրանով այս նախագծով առաջարկվում է, որպեսզի կառավարությանը լիազորություն տրվի նախ դրանց համապատասխան պահանջները սահմանելու, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրներում գրանցված տրանսպորտային միջոցների կողմից, փոխադրողների կողմից կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու հնարավորությանը։ Սա բխում է ԵԱՏՄ-ի ճանապարհային քարտեզով ֆիքսված տրանսպորտի ոլորտում, բեռնափոխադրումների ոլորտում ազատականացման փուլերից մեկի իրականացմամբ ընդհանուր առմամբ համապատասխան որոշմամբ ֆիքսվել էր, որ այդ ազատականացումը մի քանի փուլով պետք է իրականացվի։ Հիմա սա վերջնական փուլն է եւ այդ առումով նշեմ, որ տարբեր երկրներ տարբեր հայտնել էին, որ տարբեր փուլերում պետք է իրականացնեն այդ գործընթացը։ Ես նաև հիշում եմ, որ առաջին ընթերցման ժամանակ հարցրել էին, թե որ երկրներն են կոնկրետ համապատասխան օրենսդրական փոփոխություններ արել, մենք ԵԱՏՄ-ից այդ տեղեկատվությունը ճշտել ենք եւ բոլոր երկրները բացի Ղազախստանից մոտ 2 ամիս առաջվա դրությամբ էլի այն ժամանակ համապատասխան օրենսդրական փոփոխությունները իրականացրել են եւ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք բերվել, որպեսզի այն երկրները, որոնք կներդնեն այս օրենսդրությունը դրան կարգավորող, իրենց փոխադրողները կարող են մյուս երկրի տարածքում կաբոտաժային փոխադրում իրականացնել, իսկ նրանք, ովքեր չեն օրենսդրությունը ներդրել, որը թույլ է տալի կաբոտաժային փոխադրումներ իրականացնել, իրենք նման հնարավորություն չեն ունենա։ Սա է հիմնականը առաջինից երկրորդ ընթերցում նշեմ, որ մեկ տեխնիկական առաջարկ է եղել իրավաբանական վարչության կողմից, եթե չեմ սխալվում, որպեսզի մենք վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի մեջ ժամկետի ուժի մեջ մտնելու ժամկետը փոփոխենք,
մենք չենք համաձայնվել, ասեմ ինչու եւ ինչն էր իրավաբանական վարչությունը առաջարկում։ Խոսքը հետեւյալ մասն է, որ կառավարությունը պետք է այդ լիազորության շրջանակներում այդ պահանջները 6 ամսվա ընթացքում սահմանի, իսկ դրա խախտումը վարչականով արդեն 400,000 դրամի կարգի սանկցիա է կիրառվելու, եթե այդ պահանջների խախտում տեղի ունենա, եւ առաջարկել են, քանի որ 6 ամսվա ընթացքում պետք է մտնի ուժի մեջ, մենք էլ վարչականը 6 ամիս հետո տնենք, որպեսզի մտնի ուժի մեջ, սակայն այն կարող է ընդունվել ավելի վաղ, օրինակ 3 ամսվա, այդ դեպքում չի գործելու, բայց նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի, եթե չեմ սխալվում, 27-րդ հոդվածով նշված է, որ եթե մի օրենսդրական ակտի ուժի մեջ մտնելը կապված է մեկ այլ օրենսդրական ակտի կամ ենթաօրենսդրական ակտի ուժի մեջ մտնելու հետ, ապա այն կսկսի գործել այն մյուսի ուժի մեջ մտնելուց հետո, այսինքն մենք ամեն դեպքում վարչականի սանկցիան համապատասխան կսկսի գործել, երբ որ կառավարությունը համապատասխան որոշումը կընդունի, եւ դրա անհրաժեշտությունը չկա, մեր կարծիքով դրա համար չենք ընդունել։ Այսքան, շնորհակալություն։